Ինչու է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց, նույնիսկ այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցներ հնարավոր է կիրառվել։ Եվ խոսքը միայն քաղաքական դեմքերի մասին չէ, այլ առհասարակ քաղաքացիների մասին։ Եվ ուսումնասիրելով տարբեր դեպքեր նկատել ենք, որ լինում են դեպքեր, երբ օրինակ երիտասարդ մարդկանց ստանում են կալանքի, հետո պարզվում մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ մարդը անմեղ է ու ազատ են արձակում, բայց այդ ամիսների ընթացքում եւ այդ տվյալ անձը եւ իր ընտանիքի անդամները վնասներ են կրում հոգեբանական առումով եւ ոչ միայն։ Ով է պատասխան տալու այս մարդկանց առաջ եւ նրանց հոգեբանական վիճակի եւ առհասարակ նրանց առջեւ ով է պատասխան տալու։ Ես իմ խոսքում նշեցի, որ մենք դրական ցուցանիշ ունենք ասպարեն կալանքների մասով եւ կալանքների դեպքերը նվազել են։ Կալանքների դեպքերը հստակ նվազել են եւ ավելի քիչ են այն դեպքերից, երբ անձինք դատապարտված են։ Ես այդ բոլոր հարցերին կանդրադառնամ։ Հաջորդ կարևոր ցուցանիշը, որի մասին ցուցանիշը չէ, թվական տվյալը, որի մասին ես չխոսեցի, վերաբերում է տնային կալանքներին եւ վարչական հսկողությանը։ Սրանք եւս խափանման միջոցներ են, բայց այլընտրանքային խափանման միջոցներ են, այլընտրանք են հանդիսանում կալանքի։ Այս պահի դրությամբ, որպեսզի տարեկալով չստեղծենք ձեր բարձրացած հարցադրման քաղաքացիների մոտ, ես պետք է նշեմ, որ 907 տնային կալանքում գտնվող անձ ունենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձ ունենք եւ չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու երկրից չբացակայելու արգելք եւ չեմ կարող նշել թվական տվյալներ, որոնց անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը եւ խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն, եթե հարցադրումը տրվում է այնպես, որ կան այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք չեն նշանակում կալանք են հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում այն իրականությանը, որ մենք այսօր ունենք եւ մենք պետք է շատ անկեղծ խոսենք։ Այսօր մենք ունենք ընդհանրապես 1406 կանոնավոր, որոնք պահվում են քրեակատարական հիմնարկներում։ Իհարկե այս թիվը կրկին մեծ է, մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման։ Այսպիսին է պատկերը, այլ խափանման միջոցները տասնյակ հազարներով ավելին են, այդ թվում ավելին է տնային կալանքի եւ վարչական հսկողության հանրագումարը 2000-ից անցնում է։ Սա ձեռնաշղթա ենթադրող խափանման միջոցները վարչական հսկողությունը եւ տնային կալանքը, այսինքն կրկին նպատակ են ազատության սահմանափակմանը եւ պետք է նշեմ, որ վարույթ իրականացնող մարմինները, այդ թվում դատարանը, շատ ավելի հակված են միշտ նշանակել տնային կալանք կամ վարչական հսկողության խափանման միջոցը, քան կալանք։ Բայց այս խնդիրը կալանքների քանակի դրանց մեծաքանակության մենք արձանագրել ենք, ու այդ ուղղությամբ աշխատում ենք կրկին չափանիշների մշակման համատեքստում նաև մեր գործընկեր կառույցների հետ։ Վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամների նիստը արդեն տեղի է ունեցել։ Այդ միջգերատեսչական հանձնաժողովում ներառված են բոլոր շահագրգիռ մարմինները, իսկ դրա նպատակը ոլորտում խնդիրները վերհանել ու դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է, եւ այս ֆորմատը շատ կարեւոր է, որովհետեւ միայն քաղաքականություն մշակող անձանցից չի բաղկացած, այլ նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, դատարանների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանությունից եւ այլն, այսինքն այնպիսի հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել մեզ հուզող խնդիրները եւ այս հարցը առաջին հարցերից է, որ քննարկվել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մեջ այն շեշտադրմանը, թե ով է պատասխան տալու, նախ դուք ձեր խոսքում էլի նշեցիք, որ կանոնավորվում են, հետո արդարացվում են, ես չեմ բացառում այդպիսի եզակի դեպքերի գոյությունը, բայց դրանք եզակի են։ Մեր բոլոր դեպքերում կանոնավորումները փոխարինվում են խափանման այլ միջոցներով, այսինքն մարդիկ դուրս են գալիս կալանքից, ժողովրդական դրողացած գնում են տնային կալանք խափանման միջոց կրելու կամ նրանց նկատմամբ չհեռանալու արգել խափանման միջոցներ կիրառում, իսկ ինչ վերաբերում է այն եզակի դեպքերին, երբ անձինք արդարացվում են, ապա նրանց պաշտպանը օրենքն է։ Օրենքը բավարար գործիքակազմ եւ հնարավորություն է տալիս տվյալ անձանց
պահանջել վնասների հատուցում այն պետական նախ եւ առաջ պետությունից, հետո պետական մարմիններից, որոնց սխալի հետևանքով անարդարացիորեն հայտնվել է անազատության մեջ։ Այսինքն իրավական գործի պակաս դրա համար հստակ կա, բայց ես կրկնում եմ, պետք չէ այնպես մատուցել, որ մշտապես նման դեպքերի ենք բախվում, այդ դեպքերը շատ են եւ ոչ ես խոսում եմ խիստ բացառիկ եւ այո հնարավոր դեպքերի մասին, երբ անձին կարող են արդարացվել։ Դա այդպիսին է process-ը, այո դատարանը վերջնախնդրում կարող է գտնել, որ անձի արարքում օրինակ հանցակալին բացակայում է, որովհետեւ առաջնորդվում է ներքին համոզմամբ եւ օրենքով։